Դուք Արցախից չեք, բայց ըստ էության եկել եք արցախցիներին աջակցելու նպատակով։ Խնդրեմ ձեր խոսքը որն է։ Խոսքը կառավարության անդամները գեդին մտնեն, ոչ թե մարդկանց սերտ պահեն։ Նիկոլ Փաշինյան փողոցային շուն է, թե ժողովրդին հանելալու փողոց է։ Ինչու է այսպես վարվում արցախցիների հետ եւ ասում են հերու չէ այն օրը, որ Որովհետև ինձ ոչ մի բանի ոչ բանագացառա է, ոչ հայրենի գիտի ինչա, ոչ հասիվ գիտի ինչա, ինք բենա գիտի ապար խոսալ, ուրիշ ոչ մի բան չգիտի, իրա կատարած գործողություններից մեկը ասեք, որ ես լավ գործողություն է կատարել, ես էլ հավատամ։ Ասում է խաղաղություն են կնքելու։ Նայրանք անթասիվ խաղաղություն ումն է պետք։ Խաղաղություն թասիվով է պետք, ոչ թե անթասիվ։ ասում պատրաստ են անգամ միակողմանի ստորագրել այդ պայմանագիրը։ Հալ տոկոսով ինձ փալասային։ Հաղթում հեռախոստովի զանգեր էլ էշեշ կրած ծախեց, են ինչ վարտա որ դրան էլ բերել է սարկել մարդապետ։ Իսկ վերջին օրերին ազգային ժողովում այդ որ հունից դուրս էր եկել, նախագահներին ասում էր Այդ 7-րդ հոդվածով ազատվե բանակից։ Ին գժի թուղթ ունի, իրա կողքի մարդիկն էլ պահել են, որ իրանց շորշապեն։ Գժի թուղթով ազատվե բանակից։ Գնացեք ստուգել։ Իսկ սկզբանե դեմ եք եղել Նիկոլ Փաշինյանը։ Հալ տոկոս։ Նախկին նախագահներին հրավիրում է բանավեճ, ասում է Ո՞ր հետ բանակցել, գժի հետ բանակցես ինչ։ Չէ, ինչ բանակցություն։ Դորին բանակցությունա թողան մեկ բանակցեր, ասեմ ինքու Մակրոն հայրենիքը Ղարաբաղը ծախեցին փողով։ Ինքու Մակրոն։ Այն հիմարն էլ ընդեղից մի հատ խարապ եսի միշտ մեքենա տվես բերեցեգավ, յանի մենք օգնում ենք։ Ալիևն էլ ասում է Մակրոն թող չկա, միակ կողմն է մտածում է ժողովուրդը լապուշից է գիտե թե Մակրոնի Հայաստանի յանից է։ Այդ Չեխոսլովակիայում ո՞նց գնաց ասած Արցախը Ղարաբաղին է։ Ո՞նց գնաց ասած։ Հենց նույն Մակրոնն էլ իր է։ Հիմա էլ ասում են Ղարաբաղյան շարժում չկա, գոյություն չունի։ Ին գլող պատով է տալիս որ չունի։ Հենց կայնին թե ասի Ղարաբաղի շատան բակ շատ թուլա միլիցիայի փողա տալիս գիտի իրան պաշտպանեն, հա։ շնորհակալություն։